Իրանը հայտարարել է, որ հարձակվել է Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի շտաբի վրա։ Միացյալ Նահանգները պատասխան հարվածներ է հասցրել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզուն ինքնապաշտպանության նպատակով։ ԱՄՆ ուժերն ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել կղզուն՝ ի պատասխան Իրանի կողմից Մերձավոր Արևելքում հարձակումների փորձերի, ասվում է հրամանատարության գրառման մեջ։ Մենք ամենահզոր երկիրն ենք, ունենք ամենամեծ տնտեսությունը, երբևէ գոյություն ունեցած ամենահզոր բանակը։ Մեր դոլարը մնում է աշխարհի պահուստային արժույթը, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք չենք կարող ունենալ մի աշխարհ, որտեղ նեղուցներով կարող են անցնել միայն իրանական նավերը, ասել է նա։ Եթե նրանք փակելու են նեղուցները բոլորի համար, մենք էլ կփակենք նեղուցները նրանց համար, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայհոյանքներով լի հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ քննադատել է նրան Լիբանանում Իսրայելի գործողությունների համար։ Հայտնում է Axios-ը հղում անելով աղբյուրների։ Դու գժվել ես ինչ է, եթե ես չլինեի, բանտում կլինեիր, ես փրկում եմ քո հետույքը։ Բոլորը հիմա ատում են քեզ, այդ պատճառով ատում են նաև Իսրայելը, ասել է Թրամփը Նեթանյահուին։ Զանգից հետո Թրամփը Truth Social-ում գրառում է արել, որ Իրանի շուրջ բանակցությունները շարունակվում են արագ տեմպերով։ Հունգարիայի նոր կառավարության օրոք երկիրն Ուկրաինա չի ուղարկի ոչ զինվորներ, ոչ զենք, հայտարարել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադիարը։ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում դեկտեմբերին կանգնեցված արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հսկա արձանը հանվել է քամու պատճառով օրորվելուց հետո։ Բնակիչները մտավախություն են հայտնել, որ 21 մետր բարձրությամբ կառույցը կարող է վտանգավոր դառնալ ուժեղ քամիների դեպքում։ Թե ուր է այն տեղափոխվել, հայտնի չէ։ Հնագետները Նորվեգիայի ափերի մոտ 18-րդ դարի կեսին խորտակված նավից հայտնաբերել են չինական ճենապակու հավաքածու և եվրոպական տարբեր ապրանքներ։ Տիբեթի բնակիչներն էլ ամպրոպի ժամանակ ականատես են եղել առեղծվածային կարմիր սյուների։ Գիտնականներն այս երևույթը բացատրել են որպես կարմիր սփրայտներ։ Ի տարբերություն սովորական կայծակի, որը հարվածում է ամպերի մեջ կամ ամպերի և գետնի միջև, կարմիր սփրայտները հանդիպում են մթնոլորտում շատ ավելի բարձր, հաճախ հասնելով երկրի մակերևույթից 50-ից 90 կիլոմետր բարձրության։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։